Օգոստոսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4448 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 131 մեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստաբ վիճակում մեքենա վարող 171, առանց վարորդական իրավունքի վկայականի 224 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 35, չամրակապված վարելու 142, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 249, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 272 իրավախախտումներ, 162 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 201-ը տեխնիկական զննություն չանցած, 446-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 117 անձ։ Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 8380 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 187 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստաբ վիճակում մեքենա վարող 138, առանց վարորդական իրավունքի վկայականի 426 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 53, չամրակապված վարելու 1076, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 134 իրավախախտումներ, 359 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1326-ը տեխնիկական զննություն չանցած, 455-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 37 անձ։